2025 թվականի ընթացքում շտաբ բուժօգնություն ընկերությունը սպասարկել է 307,000 կանչ, որը մոտ 3%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Այս մասին ամփոփիչ հասուլիսում հայտնեց շտաբ բուժօգնության ընկերության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։ Նրա կարծիքով դա պայմանավորված է մայրաքաղաքում բնակչության թվի ավելացմամբ։ Չնայած որ ընդհանուր կանչերի թիվն ավելացել է, սակայն ըստ Գրիգորյանի, եթե 2024 թվականի դեկտեմբերի վերջից մինչև 2025 թվականի հունվարի 11 ժամանակահատվածում սպասարկել են օրական մինչև 1200 կանչ, ապա ամբողջովին այլ է եղել պատկերը արդեն 2025 թվականի դեկտեմբերի վերջին եւ 2026 թվականի հունվարի առաջին տասնօրյակին։ Կանչերի թիվը կազմել է ընդամենը 35%։ Ըստ նրա, կանչերի քիչ քանակն էլ պայմանավորված է պետության կողմից մշակված նոր օրենքի կիրառմամբ։ Համընդհանուր ապահովության շրջանակում հիմա սահմանափակում է դրված, այսինքն պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով սպասարկվելու է մինչև 8 կանչը, 8-ից ավել կանչ տվող բուժառուների համար կանչը դառնալու է վճարովի։ Իհարկե կան որոշ բացառություններ, չգիտեմ, ցրտահարություն, դանակահարություն, կայծակնարություն, հրազենային եւ այլ որոշակի բացառություններ կա, բայց ամեն դեպքում ինչ որտեղ նաեւ փոխկապակցվածություն տեսնում եմ այդտեղ։ Խոսելով 8-րդից հետո յուրաքանչյուր կանչի համար գանձվող վճարի չափի մասին Գրիգորյանն ասաց, որ յուրաքանչյուր ընկերություն ինքն է սահմանում այն։ Շտաբ բուժօգնությունն օրինակ սահմանել է 10,000 դրամ։ Անդրադառնալով կանչերի վիճակագրությանը վերջինս նկատեց, որ մայրաքաղաքում գրանցված կանչերի 99%-ը յուրաքանչյուրի համար չեն գերազանցել 8-ը։ Իսկ խոսելով 2025 թվականին ընկերության ձեռքբերումների մասին Գրիգորյանը հպարտությամբ ընդգծեց, ոչ նվիրատվական կարգով, այլ սեփական միջոցների հաշվին ձեռք են բերվել 7 նոր շտաբ օգնության ավտոմեքենաներ, որից մեկը Ռեանոմոբիլ է, իսկ մյուս 6-ը գծային մեքենաներ։ Շտաբ օգնության նոր մեքենաների պարկի թարմացմամբ հնարավորություն է տրվում ժամանակին եւ ավելի որակով սպասարկում իրականացնել։ Մեր հիմնական ուժը այդ բուժանձնակազմն է, սկսած կրտսեր բուժաշխատողից վերջացած ավագ բուժաշխատող, վարորդ, բուժքույր բուժակ եւ բժիշկ, ու բնականաբար ինչքան որ հարմարավետ լինի իրանց պայմանները, ինչքան հարմարավետ մեքենայով լինի, ինչքան հարմարավետ բուժ սարքավորումներով սպասարկեն, այդքան դա կանդրադառնա բուժառուների բուժ սպասարկման վրա։ Ձեռքբերումներից Ռուբեն Գրիգորյանն առանձնացրեց նաև առաջիկայում բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացման հնարավորությունը, որն ընկերության կարևոր նպատակներից մեկն է համարվում։ Վարչապետի մոտ միջգերատեսչական խորհրդակցության ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևան քաղաքի շտաբ բուժօգնության ֆինանսավորումը ավելացնել, հետևաբար նախատեսում ենք 26 թվականի առաջին կիսամյակում այն պահից սկսած, երբ կավելացվի մեր ֆինանսավորումը, այսպես կոչված կանչի գինը, մեկ կանչի համար նախատեսվող արժեքը հենց բարձրացվի, բնականաբար միանշանակ մեր բուժանձնակազմի աշխատավարձները բարձրացվելու է։ Գրիգորյանը հայտնեց, որ 2026 թվականին նախատեսում է ձեռք բերել շտաբ օգնության եւս 10 ավտոմեքենա, նաեւ փոխել բուժանձնակազմի արտահայտությունը։